Ողջույն Արագի-Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանին։ Բարև ձեզ, պարոն Քերոբյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Քերոբյան, ԿՊԱ-կան падգամավոր Հայկ Սարգսյանն այսօր ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ 2025-ին զորակոչվել են բանակ, զորակոչի ենթականերից միայն 35%-ը։ Ինչպես է գնահատում նախ այս ցուցանիշը եւ որքանով է ճիշտ ազգային ժողովից իլուր բոլորի նման հայտարարություն անել։ Ընդհանրապես ճիշտ չէ եւ ես կարծում եմ, որ ի հակառակն այն ժամանակին մարդիկ ասում են, որ եթե ինչ-որ երկու կողմ կա վիճող ճշմարտությունը արանքում է, խոսքը գնում է Հայկ Սարգսյանի եւ իր ԿՊԱ-կան գործընկերների մասին, իրականում ճշմարտությունը լրիվ ուրիշ տեղ է։ Իրենք այսօր այս անպտող խոսակցությամբ փորձում են մեր ուշադրությունը շեղել իրական խնդիրներից անվտանգության եւ զորակոչը միակ խնդիրը չէ։ Զորակոչի շուրջ շատ մեծ աղմուկ են բարձրացել, գիտեք, այս տարվա հունվարից ծառայության ժամկետը կրճատվեց մինչև 1.5 տարի, ընդ որում անհիմն եւ անհիմն հիմնավորում չէ թվերով եւ տրամաբանությամբ չհիմնավորված պատճառաբանություններով հիմնավորում դժվար է դրանց ասել, բայց այն ինչ որ տեղի ունենում այսօր ԿՊ-ի ներսում առերևույթ առնվազն կամերաների առաջ ցույց է տալիս մի բան, որ անվտանգության մասին իրական պատկերացումներ չունեն կամ չեն էլ ուզում ունենալ եւ ամեն ինչ անում են, որպեսզի մեր ուշադրությունը զբաղված լինի երկրորդական հարցերով, ես չեմ ասում, որ զորակոչի եւ զորակոչի քանակը երկրորդական են, բայց այս խոսակցություններն են երկրորդական, իրականում շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք եւ բանակում, եւ բանակից դուրս եւ մեր անվտանգային եւ պաշտպանական համակարգում, որով ընդհանրապես չեն զբաղվում այսօրվա իշխանությունները։ Իսկ ձեր կարծիքով որոնք են հիմնական պատճառները, որ հանգեցնում են այս զորակոչվող տղաների թվի նվազմանը։ Ավանդաբար ձմեռային զորակոչը ավելի փոքր է եղել քանակով, քան ամառային զորակոչը, եւ այստեղ երևի թե գործ ունենք նաեւ թվերի մանիպուլյացիայի հետ, բայց միևնույն ժամանակ պետք է ասենք, որ զորակոչի թվերը, բացարձակ թվերը եւ ընդհանրապես տոկոսային տատանումները մեջ բերելիս կամ ուսումնասիրելիս պետք է նայել նաեւ մեր ժողովրդագրական վիճակը։ Բնականաբար, եթե ինչ-որ տարի կամ ինչ-որ ժամանակաշրջանում, ասենք 2000-ականների կեսերին ծնելիությունը ընկել է, որովհետեւ ինչ-որ պատճառներ կան, օրինակ եմ ասում, ապա հիմա զորակոչվողների քանակը պետք է մի փոքր նվազի եւ հակառակը, եթե ինչ-որ 20 տարի առաջ մոտավորապես ասենք ծնելիությունը բարձրացել է կամ ծնված տղաների քանակը, մանավանդ տղաների մասին է խոսք գնում, տղաների քանակը բարձրացել է, շատացել է ծնված, ապա զորակոչի թվերը պետք է բարձր լինեն։ Հիմա սա չի կարելի դիտարկել, ասած սան է, որ զորակոչվող եւ կամ զորակոչային տարիքի հասածների քանակը եւ հետեւաբար տոկոսը զորակոչվածների չի կարելի դիտարկել ժողովրդագրական ցուցանիշներից զատ։ Մինչդեռ այսօր այն ինչ որ տեսնում ենք, իրականում չհիմնավորված խոսակցություններ են եւ հնարավոր չէ նույնիսկ բռնել մեկի կամ մյուսի կողմը, որովհետեւ ակնհայտ է, որ իրենք մի նպատակ են հետապնդում՝ շեղել մեր ուշադրությունը իրական խնդիրներից, շեղել մեր ուշադրությունը այդ խնդիրների պատճառներից եւ փորձել, ասենք, զբաղեցնել այսօրվա տեղեկատվական դաշտը իրենց խոսքով, ոչ միայն օրակարգով, այլ իրենց խոսքով, որ ուրիշի մասին չխոսեն։ ԿՊ խմբակցության падգամավոր Անդրանիկ Քոչարյանը վերջերս հայտարարեց, որ իր որդին, որ իր տղան բարձրակարգ տղա է եւ իր գիտելիքների շնորհիվ չի ծառայել բանակում։ Ճիշտ է, նա ավելի ուշ ներողություն խնդրեց, սակայն որքանով էր բավարար նման հայտարարությունից հետո ուղղակի ներողություն խնդրել եւ արդյոք սրանով չի վիրավորում եւ ծառայած տղաներին եւ պատերազմում զոհվածներին։ Ուրեմն Անդրանիկ Քոչարյանը պետք է հիշեցնենք, որ հասարակ падգամավոր չէ։ Նա պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի մշտական հանձնաժողովի նախագահն է տևական ժամանակի արդեն, եւ նախորդ գումարման ազգային ժողովում էր ինքը այս հանձնաժողովի նախագահ եւ հիմա էլ ասենք մոտավորապես 5 տարի հանձնաժողովի նախագահ եւ Անդրանիկ Քոչարյանը որոշակի դերակատարում ունի նաեւ նախորդ պատերազմների պատճառները կոծկելու եւ հետևանքները կոծկելու եւ դասկաղը կոծկելու գործում ինքը մասնակից է թատրոնի, որ
44-օրյա պատերազմի զեկույցը իրենք այդպես են վեր տարել, բայց այդ պատերազմը 44 օր չի տևել, այդ քննիչ հանձնաժողովի զեկույցը թաղելուն ինքը մասնակից է, այդ առնվազն այդ հանձնաժողովի այդ զեկույցի բաց մասը, իր իսկ պատրաստած բաց մասը կարող էր ուղիղ եթերում կարդալ եւ իրեն ոչ մի բան դրանից չէր լինի։ Նույնը վերաբերում է 16 թվականի պատերազմի զեկույցին, ինքը նաև այդ պատերազմի զեկուցող հանձնաժողովի նախագահներ կամ քննիչ հանձնաժողովի, հա, եւ այլն։ Իսկ այն ինչ որ ասել է Անդրանիկ Քոչարյանը, ուղղակի հանցագործություն է։ Դրա համար ինքը պետք է վայր դնի մանդատը եւ կանչվի դատարան, պատասխան տալու զինված ուժերի, ծառայողների, բոլոր սպաների, շարքայինների, սերժանտների, կրտսեր եւ ավագ սպաների պատիվը եւ արժանապատվությունը վիրավորելու համար։ Հա, ես ինքս գնացել եմ բանակ ծառայության համալսարանը ավարտելուց հետո, ընդ որում այդ ժամանակ ես աշխատում էի ռազմական գործարանում եւ տրամաբանությունն այնպեսին էր, որ ես չպետք է զորակոչվեի բանակ, բայց զորակոչվել եմ եւ գնացել եմ իմ 1.5 տարին այն ժամանակ բուհ ավարտածները 1.5 տարի ինձ արամ, իմ 1.5 տարին դեռ մի բան լավ էլ ծառայել եմ եւ ծառայել եմ, իսկապես ծառայել եմ, այսինքն սովորել եմ ռազմական մասնագիտություն, այդ մասնագիտությամբ ծառայել եմ, ոչ ոք չի կարող ասել, որ ես ինչ որ նվազ կամ նվաստացված եմ եղել իմ ծառայության ընթացքում, չնայած շատ դժվար էր այն ժամանակ ծառայելը, հա, ասենք ապահովման այն ապահովությունը սննդային, իրային, չգիտեմ, զորանոցային եւ այլն, որ այն ժամանակ էր եւ հիմա, կիսարուզորի տարբերություն է։ Բայց չենք տնջացել, մեր ծառայությունը չենք դժգոհել, չնայած կարող է շատ ավելի լավ լինել։ Հա, բայց ամեն դեպքում ծառայությունը պատվաբեր բան է, հա, եթե ինչ որ մեկը ինչ-ինչ պատճառներով ազատվում է ծառայությունից եւ դա կարող է լինել եւ գիտական գործունեությունը եւ բժշկական պատճառները, դա չի նսեմացնում մնացած ծառայողներին։ Հա, եւ ես ընկերներ ունեմ, որոնց որդիները զոհվել են պատերազմներում։ Ես ընկերներ ունեմ, որոնց որդիները ավարտելով վարչագույն ուսումնական հաստատություններ այսօր ծառայում են հայկական զինված ուժերում եւ Անդրանիկ Քոչարյանի ասածը վիրավորանք է ոչ միայն իրենց, վիրավորանք է նաեւ ինձ անձամբ։ Պարոն Քերոբյան, Սուրբ Հաննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը նախորդային հիվանդանոցից անմիջապես տեղափոխվեց բանտ, նույնիսկ հաշվի չի առնվում տևական ժամանակ է 18-ամյա Դավիթի առողջական վիճակը, արդյոք նրա արարքը այնքան սարսափելի էր, որ հաշվի չառնելով, որ այդ աշակերտը ունի այդքան լուրջ առողջական խնդիրներ, իրեն նույնիսկ ազատ չեն արձակում։ Ինչու են այդքան խիստ պատժվում։ Ինչ տեղի են Մինասյան Դավիթի հետ, դա սարսափելի է։ Դա չպետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում, չպետք է տեղի ունենա որևէ երկրում, որտեղ գործում են ինչ որ օրենքներ։ Բայց այդ անօրինականության վրա սևեռված է մեր ուշադրությունը, իհարկե, եւ իմ ընկերները, գործընկերները Հայաքվեից այս երկու օրը եւ Կիրակի օրը եւ այսօր էլ ակցիաներ իրականացնում են Կիրակի օրը եկեղեցու բակում, հա, այսօր 3 եւ այսօր դատախազության մոտ պահանջելով Դավիթի ազատ արձակումը, բայց չպետք է մոռանանք, որ դա ուներ իր, այսինքն այդ իրավիճակը ուներ իր պատճառը։ Իսկ պատճառը այն էր, որ ինչ որ մեկը իր թիկնազորով շրջապատված մտել է եկեղեցի պատարագի ժամին, խանգարել տեղի ունեցող ծիսակատարությունը, ընդ որում դա Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հանցագործություն է։ Իսկ կրոնական ծիսակատարություններին կամ կրոնական կազմակերպությունների գործունեությանը միջամտել է, հա, եւ միջամտում է երբ միջամտում է հենց ծիսակատարության ժամանակ։ Եվ մտնել, փորձել, գնալ, ճանապարհ հարթել, գնալ դեպի խորանը, եւ եկեղեցում տեղ չկա, գիտենք ծաղկազարդի օրեր բնական է, որ սովորականից ավելի բազմամարդ էր եկեղեցին եւ այլն, հա։ Այսինքն այստեղ կա այլ հանցագործություն, հա, ընդ որում այդ հանցագործությունը կատարվել է պաշտոնական դիրքի չարաշահումով, այդ հանցագործությունը կատարվել է սեփական թիկնազորով, այդտեղ մտնելով, ճանապարհ բացելով, հավատավոր ժողովրդի կարգը եւ կանոնը խանգարելով, որովհետեւ ծաղկազարդի ժամանակ, ասենք այդ պատարագի ժամանակ կան ինչ որ հնչում են ինչ որ կարգադրություններ։
որը ասենք հավատացյալները այդ աղոթքի ժամանակ կամ պատացեսի ժամանակ ինչ որ կարգադրությունների պետք է հետևեն, ոտքի կանգնեն կամ ծգան եւ այլն կամ ինչ որ բան կարդան բոլորը միասին եւ խաթարվել եւ խանգարվել է բնականon ընթացքը այդ ծիսակատարության։ Հիմա այս հանցագործությունը թողել ենք մի կողմ։ Իրականում իրավապահ համակարգը պարզ է, որ այլևս շատ վաղուց իրավապահ համակարգ չէ եւ չի էլ կարելի ակնկալել, որ այս հանցագործությունը կքննվի, անաչառ քննության կարժանանա, բայց մենք չպետք է մոռանանք, որ իրականում մենք գործ ունենք այլ կարգի եւ այլ կողմի կատարած հանցագործության հետ եւ բռնությունը իրականում կիրառվել է հենց Մինասյան Դավիթի նկատմամբ։ Գիտենք, որ այս միջադեպի արդյունքում փակ գլխուղային վնասվածք է ստացել, ուղեղի ցնցում ունի, տեղից էլ երիտասարդի վիճակը առողջական գիտենք, որ չնայած ես ցավում եմ, որ այդ տեղեկությունները հայտնի են դարձել հանրությանը եւ դրա մասին ենք խոսում, դրա վրա ենք կենտրոնացած, բայց ամեն դեպքում այն ինչ որ տեղի ունեցել լրիվ այլ հանցագործության հետևանքով սադրել են այդ վիճակը եւ բնական, ասենք, իր վրա հարձակման կամ իրեն նկատմամբ իր այսպես հավատքի ընթացքը խանգարելու հետ կապված մարդը ինչ որ բնազդաբար ինչ որ շարժում է կատարել, մեկնաբանվում է այդ ֆորում, պետք է ասենք, որ անմիջապես սկսվեց մեկնաբանվել որպես հարձակում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի նկատմամբ, պետականության նկատմամբ, տարբեր ԿՊԱ-ականներ սկսեցին դա համեմատել հոկտեմբերի 27-ի հետ, որ մենք մի բան այսպեսի տեսել ենք, երկրորդը չենք ուզում, բայց դրա մեղավորը ախր դուք եք գնացել, մտել, ձեր առաջնորդը, ձեր պարագլուխն է գնացել մտել, խանգարել ժողովրդի հավատքը, իրականում խանգարել է, հա, եւ դրան պետք է ուշադրություն դարձնենք։ Իհարկե այն ինչ որ տեղի ունում Դավիթի հետ պետք է լինի եւ պարտադիր պետք է լինի հանրության ուշադրության կենտրոնում, որովհետեւ դա անպատիժ թողնելու դեպքում եւ այլ բաներ անպատիժ թողնելու դեպքում գալիս ենք այս վիճակին ենք հասնում, երբ որ իշխանությունը իրեն համարում է ամենակարող եւ անպատիժ, հա, բայց չպետք է մոռանանք, որ հանցագործը առաջին հերթին լրիվ ուրիշ կողմ է եւ լրիվ ուրիշ մարդ։ Ինչու Փաշինյանն այլևս չի հայտարարում, թե օրինակ Կիրակի օրը որ եկեղեցի է գնալու նմանատիպ միջադեպերից խուսափելու համար, որտեվ եթե մարդիկ իմանան օրինակ որ եկեղեցի է գնում Փաշինյանը եւ չեն ցանկանում նրան հանդիպել, չեն գնա այդ եկեղեցի, արդյոք այստեղ սադրելու կամ առանցանել պարակտված հասարակությունն ավելի պարակտելու միտում կա իշխանության կողմից։ Իրականում շատ վաղուց է եկեղեցի չի գնում, հա, այսինքն այդ պարբերությամբ, որը անում է ոչ միայն, նույնիսկ հունվար ամսին ես հետևել եմ, մեկ անգամ կամ երկու անգամ է եղել այսպես եկեղեցի գնալու քաղաքական ակցիա ու հասկանում եք նաև որ դա քաղաքական ակցիա է, որովհետև նույնիսկ այն հոդվածը, որը որ մեղադրանք են առաջադրել Մինասյան Դավիթին, եղբորը եւ ինձ շատ մոտ ծանոթ Գևորգ Գևորգյանին, որը իբր կազմակերպիչն է, այո, եւ Գևորգի տունը մտել են, խուզարկել են, բացակայելու արգելքի տակ է, գրավով է ազատ արձակված, եւ այլն, հա, վարչական կողության տակ եւ այլն, հա, ակնհայտ է որ չէր կարող այդտեղ բան կազմակերպված լինել, որտեղ իրենք տեղյակ էլ չէին եւ չէին էլ ակնկալում այդ մարդուն այդ օրը տեսնել առավել եւս թիկնազորով, բայց հարցը հետեւյալում է. եկեղեցու վրա արշավանքը կազմակերպված էր հենց քաղաքական նպատակով եւ այսօրվա վարչախումբը տեսնելով որ չի կարողանում գերացնել բավարար հանրային ալիք իրեն աջակցող, ուղղակի այդ մտադրությունից հրաժարվել է, բայց գիտենք նաեւ որ իրենց նախընտրական ծրագրում ներառել են կաթողիկոսին հանգստի կոչելը, եկեղեցու բարեփոխում եւ այլն, բայց նույնիսկ այդ մտադրությունը, որ իրենք նախընտրական ծրագրով հայտարարել են, դա ինքնին հանցագործություն է, սահմանադրական հանցագործություն, դա պետության սահմանադրական կարգի դեմ հանցագործություն է, որովհետեւ գործող սահմանադրությամբ որևէ մեկը կրոնական կազմակերպությունը ինքնավարությանը միջամտելու իրավունք չունի, առավել եւս քաղաքական կառույցը, առավել եւս այսօր իշխանություն զբաղեցնող եւ բանեցնող կառույցը, կուսակցությունը, որի այդպիսի մտադրությունը արդեն պաշտոնեական դիրքի չարաշահումով է զուգակցում, որը ինքնին ծանրացնող հանգամանք է, բայց ելի եմ կրկնում, մենք այսօրվա համակարգից իրավապահ կամ օրինապահ համակարգից ակնկալիք չունենք։
Պարոն Քերոբյան, խորհրդանական ընտրություններին մնացել է 2 ամիս եւ տեսնում ավելի պակաս, մոտ 2 ամիս, տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտ ունի արտաքին դերակատարների աջակցություն, նույն ԱՄՆ փոխնախագահ Վենսը ասաց, որ աջակցում է ընտրություններում, Հական Ֆիդանի հայտարարությունները եւ այս ամենը հաշվի առնելով, արդյոք ընդդիմությունն ունի բավարար ռեսուրս, կազմակերպվածություն եւ վստահություն հանրության շրջանում, որպեսզի կարողանա ընտրություններով հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը այսօր մի մեծ ամեն դեպքում առերևույթ չի երևում այդ պատրաստությունը, հունիսի 7-ին պատրաստում են, բայց հունիսի 8-ին չի պատրաստում ընտրությունը, իսկ հունիսի 8-ը ավելի կարևոր է այն առումով, որ հունիսի 7-ին տված քվեին պետք է լինելու տեր կանգնել։ Վստահ եմ ուղղակի, որ ընտրություններին բավարար քվե չստանալու դեպքում այսօրվա վարչախումբը կարող է գնալ հակասահմանադրական եւ հակօրինական քայլերի իշխանությունը պահելու եւ զարմանալի է, չէ, որովհետեւ իրենց մտադրությունը հակաժողովրդավար լինելու իրենց էությունը արդեն ցույց տվել են, բայց հակաժողովրդավար լինելու մտադրություններն էլ բացահայտ հայտարարել են։ Կրկնեմ, մեջ բերեմ ավելի շուտ, որ եթե սահմանադրական մեծամասնություն չկազմենք, պատերազմ կլինի կամ մեր նպատակը սահմանադրական մեծամասնություն կազմելն է, իսկ նորմալ երկրում սահմանադրական մեծամասնությունը դա հակաժողովրդավարական է, որովհետև ստացվում է մի բան, որ ընտրությունների գնացածների մեծ մասի կարծիքը կարող է մեծ մասի քվեն կարող է ստանալ, բայց ժողովրդի մեծ մասի քվեն չի ստանում, հա, եւ նույնիսկ այս դրույթը, որ 15 թվականի սահմանադրությամբ բերեցին փաթաթեցին մեր վզին այս կայուն մեծամասնության դրույթը, հա, ես չգիտեմ, որ մի թշնամին է խորհուրդ տվել այդպես խեղել մեր սահմանադրությունը եւ ընտրական համակարգը, դա էլ էր հակաժողովրդավարական, դա էլ է հակաժողովրդական եւ հակապետական, որովհետեւ իսպար վերացել է քաղաքական երկխոսության կամ բազմախոսության մթնոլորտը մշակույթը։ Չեն կարողանում իրար հետ խոսել, պայմանավորվել, առավել եւս դա բացառում եւ բացասում է կոալիցիոն կառավարության կազմելը, իսկ մենք պետք է հասկանանք, որ ինչքան ավելի լայն են ներկայացված քաղաքական ուժերը կառավարությունում, այնքան ավելի եւ հակակշռում են իրար եւ հավասարակշռում են եւ նաեւ մղումը այսպես յուրայիններով բերել լցնել բոլոր պետական պաշտոնները ինչ որ չափով զսպվում է եւ իրականում ավելի է ցայտուն դարձնում այն կամ հրամայական դարձնում առաջին հերթին մասնագետներով կամ մասնագետ ոլորտային կառավարիչներով կազմել կառավարություն, քան քաղաքական համախոհներով եւ այսօր գիտենք քաղաքական համախոհները այսօրվա վարչախմբի իրենք ոչ միայն քաղաքական համախոհներ են, այլ նաեւ անձնական հավատարմություն երթված բարագլխին անձնական հավատարմություն երթված երբեմն գործից նույնիսկ իսկ շատ հաճախ գործից նույնիսկ անտեղյակ մարդիկ։ Պարոն Քերոբյան, ձեր խոսքում էլ նշեցիք, որ Փաշինյանը սպառնում է պատերազմով, եթե սահմանադրական մեծամասնություն ստանա, ասում է, որ մինչև սեպտեմբեր աղետաբեր պատերազմ է լինելու, բայց միևնույն ժամանակ էլ ինքն ու ԿՊԱ-ականները միմյանց հետ չտալով հայտարարում են, որ խաղաղության դարաշրջան է արդեն։ Այստեղ այս մասով հակասություն չկա եւ որքանով է բարոյական, որ երկրի ղեկավարը իր սեփական ժողովրդին շանտաժ է անում պատերազմով։ Դա ոչ միայն անբարոյականություն է, դա նաեւ հանցագործություն է, առավել եւս պաշտոնատար, առավել եւս բարձրագույն պաշտոնատար անձի կողմից եւ հիշեցնենք ինքներս մեզ եւ մեր դիտողների եւ ունկնդիրների, որ Հայաստանի պատերազմով սպառում են այսօր երկու հոգի, հա, Ալիևը եւ Փաշինյանը։ Եվ ուղղակի ցինիկ ծաղր է հնչում իրենց բերաններից խաղաղություն բառը, որովհետև պատերազմի հերձիկներն են իրենք, պատերազմ բերածներն էլ, աղետ բերածներն են իրենք եւ անիմաստ է, ուղղակի անպատկերացնել է իրենց բերած խաղաղությունը, որովհետև իրենց բերած խաղաղությունը դա ստորացում եւ նվաստացում է, այն ինչին այսօր ականատես ենք լինում, հա, եւ չպետք է մոռանանք, որ իրենց օրոք մենք կորցրել ենք Արցախը, իրենց օրոք մենք կորցրել ենք Հայաստանից ագին տարածքներ, մենք կորցրել ենք մեր լավագույն տղաներին, որոնք կանգնած էին հայրենիքի պաշտպանությունը եւ զոհվել են իրենց իսկ հրահրած պատերազմի պատճառով, ինչքան էլ ուզում են մեղադրեն նախկիններին, ինչքան էլ ուզում են մեղադրեն կամ դրա մեղք գցեն պատերազմի մեղք գցեն հակառակ կողմի վրա, բայց չպետք է մոռանանք, որ այսօր հակառակ կողմը մեր թշնամի Ադրբեջանը եւ Թուրքիան պաշտոնապես այսօրվա իշխանության գործընկերներն են, իսկ նման բան չի եղել։ Նման բան երբևէ չի եղել, այո։
իսկ ժողովուրդը առավել եւս ընդդիմախոսները հայտարարված են թշնամի, հայտարարված են 5-րդ շարասյուն, հայտարարված են այս կամ այն օտար ուժի սպասարկու, մինչդեռ օտար ուժերի սպասարկումները միայն իրենք են։ Իսկ որտեղից իշխանությանը այդ ինֆորմացիան, որ չընտրվելու դեպքում մինչև սեպտեմբեր պատերազմ է լինելու։ Ես կարծում եմ, որ ընտրվելու դեպքում կլինի պատերազմ, որովհետև այն խոստումները, որոնց մասին ժամանակ առ ժամանակ լեզվի սայթակումները ասենք, թե Օվերտոնի պատուհաններ բացած պատուհաններից հնչող մեր ականջներին ընկնող թույնի կտորներ, հա, վկայում են մի բանի մասին, որ այնպիսի բաներ խոստում ունեն տված, որ առանց պատերազմի եւ առանց պատերազմով եւ կորուստներով ժողովրդի համաձայնության, չեն կարող տալ։ Չմոռանանք, որ այսպես կոչված սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովը իր ստեղծման օրվանից, այսինքն կանոնակարգերի պաշտոնական համաձայնեցման վավերացման օրվանից մի կտոր սահման չի գծել եւ չի զատել։ Այն ինչ որ տեղի ունեցել 2024 թվականին այս օրերին, դա բացարձակ ապօրինի գործընթաց էր, դա Հայաստանից տարածք խլել եւ Ադրբեջանին նվիրել էր։ Այն էլ ինչ որ ասում են, որ մի դիրք Ադրբեջանի իբր թե հետ է քաշել, նույն այդ քարտեզները, որը հիմք են բերում որպես այդ սահմանագծման սահմանազատման, այդ նույն քարտեզով այդ դիրքը հետ է քաշվել եւ տեղադրվել է մի քիչ հետ քաշված, մի քանի 100 մետր հետ քաշված, էլի Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս։ Իսկ ինչքան ենք մենք տարածք զիջել եւ ինչքան ենք մենք տարածք կորցրել 2020 թվականից այս կողմ Ադրբեջանի եւ պետք է ասենք նաեւ, որ Թուրքիան մասնակից է սրա, չնայած բոլորը ուզում են այսօրվա իշխանությունը այսպես հաճոյանալու քաղաքականություն է վարում Թուրքիայի նկատմամբ, Թուրքիան ինքը մասնակից է եւ 16 թվականի պատերազմին եւ 20 թվականի եւ դրանից հետո Ադրբեջանի կողմից բոլոր հարձակումներին Արցախի հատապման ժամանակ էլ բացարձակապես եւ բացահայտ կերպով ընդունել են եւ հայտարարել են իրենց մասնակցությունը եւ դրա համար էլ Ադրբեջանից տարբեր տեսակի ոնց որ քեշբեք են ուզում էլի, հա, payback կամ cashback։ Ի վերջո պիտի հասկանանք մի բան, որ այսօրվա իշխանությունը, թշնամական իշխանությունը, նա անթաքույց թշնամական քաղաքականություն է վարում ներսում, միաժամանակ փորձելով հաճոյանալ դրսի խաղացողներին, ասցինք արդեն ինչ խոստումներ տված խոստումներով բերել ներկայացնում են, որ տեսեք Ամերիկան մեզ պաշտպանում է, բայց չմոռանանք նաև, որ գնում են ժամանակ առ ժամանակ Պուտինի կոշիկներն են լիզում եւ Պուտինից են աջակցություն խնդրում եւ հերակա հաճոյանալով տեղում էլ ինչ որ փորձելով հողարտալով, բայց մենք գիտենք թե ինչ ստորակաշ դիրք է ընդունել այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը։ Իսկ ինչ վերաբերում է պատերազմի սպառնալիքներին, ել եմ ասում 200 կիլոմետրից ավել տարածք է ռազմակալված Հայաստանից։ Կա այսպես կոչված անկլավների հարցը, որը իրականում ապօրինի պահանջներ են Ադրբեջանի կողմից, որովհետև նույն այդ քարտեզներով, որը որ մեջ են բերում, այդ քարտեզներում գլխավոր շտաբի այդ անկլավները չկան իրավական իմաստով, հա, կարող է ինչ-որ մեկը վերցնել ինչ-որ մի բան գծել է, բայց իրավական իմաստով այդ անկլավները չկան, որովհետև Խորհրդային Միության օրենքներով մի հանրապետությունից մյուսին ինչ-որ տարածք փոխանցելը պետք է լիներ Խորհրդային Միության Գերագույն խորհրդի նախագահության որոշումներով։ Ուրեմն այդ 4 վիճելի տարածքների վիճելի ենք ասում, որովհետև դրանց նկատմամբ Ադրբեջանը պահանջներ ներկայացրել, այդ տարածքների վերաբերյալ այդպիսի որոշումներ չկան, կամ առնվազն այդ որոշումները չեն հրապարակվել երբևէ, դրա մասին խոսք չի գնում, մինչդեռ կա այլ որոշումներ, օրինակ Հայաստանի եւ Արցախի արանքի հողերը Ադրբեջանին փոխանցելու որոշումներ կան։ Եվ կա օրինակ նաեւ որոշում ալ լճերի տարածքը Ադրբեջանի փոխանցելու որոշում կա, Բերձորի միջանցքի տարածքը Ադրբեջանի փոխանցելու որոշում, որտեղ Խորհրդային Միության կազմավորման ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, ինքը տարածքով կպած էր Հայաստանի Սովետական սոցիալիստական ռեսպուբլիկային այն ժամանակվա բառերով ասած։ Եվ այս բոլոր ապօրինի պահանջները արդարացնելու եւ կատարելու համար իրականում այլ կերպ, քան պատերազմով եւ կորուստներով մարդկային եւ տարածքային չի կարողանալու այսօրվա վարչախումբը այսպես հիմնավորել այդ զիջումները։ Այս զիջումներից դրանից բացի կան նաեւ այլ զիջումներ։ Օրինակ 300,000 ադրբեջանցի փախստականների վերադարձի խոստումը։
բացահայտ կերպով ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի բերանով, այլ մարդկանց, այլ պաշտոնյաների բերանով, կան նաև այլ խոստումներ տված։ Տեսեք, օրինակ խաղաղության պայմանագրի կոչված թղթի մեջ գրած է միջազգային դատարաններից հայցերի հետ քաշվելը, որը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի Հանրապետության իրավահավասարության զիջում միջազգային հարաբերություններում։ Իսկ դա եւ ինքնիշխանության զիջում է, իրավահավասարություն ինքնիշխանության եւ սուբյեկտայնության սկզբունքներից մեկն է։ Դրանից հրաժարվել են, դա զիջում են։ Եվ սահմանադրությունը օտար պահանջներով փոխելը դա նույնպես ինքնիշխանության զիջում է, եւ օրինակները բազմազան են։ Եթե դնենք, ասենք, փաստը թղթավորված կամ փաստարկված այսպես հիմնավորումները կարդանք, երկու օր կմնանք ես միկրոֆոնների առաջ, կարող եմ այստեղ ուտելիք բերեն տան, բայց զիջումները բազմազան են եւ տարատեսակ այսպես սկզբից արդարացնող, հետո արդարացող, հետո հիմնավորող, հետո պատճառաբանող եւ այլն, ջրային ռեսուրսներ, չգիտեմ, սահմաններ, հազար տեսակ բնական ռեսուրսների համատեղ օգտագործում եւ այլն, շատ են եւ զիջումները ավելի շատ են լինելու, եթե սրանք մնան իշխանությանը։ Պարոն Քերոբյան, Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանինը Հայաստանը։ Արդյոք այս հայտարարությունն իր մեջ վտանգներ չի պարունակում եւ ինչ հետևանքներ կարող է սա ունենալ։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն էր։ Դրանից հրաժարվել են։ Այս էլ ինչ բան է, որ չհրաժարվեն։ Իրականում հրաժարվել են ամեն ինչից, ուղղակի փորձում են ձևակերպումներ տալ, որ հետո կարողանան արդարանալ։ Ավելի շուտ ոչ թե արդարանալ, այլ փողոցային բառերով ասած կրուտիտ լինել, եւ կարողանալ իրենց մի ասածը մյուսով, մի ասած սուտը մյուսով այսպես արդարացնել, հաջորդ ցտի համար ճանապարհ բացելով։ Սուտ է իհարկե, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր կարող է լինել Ադրբեջանը, իսկ հակառակը ուղղակի աբսուրդային է պատկերացնել։ Ադրբեջանը այսօր հանդիսանալով Թուրքիային կարելի ասել վասալ պետական մի գոյացություն, որտեղ գիտենք, օրինակ, որ պատերազմի ժամանակ կամ 16 թվականին կամ 20 թվականին թուրքերը եկել ուղղակի զբաղեցրել էին ադրբեջանցի պաշտոնյաների աթոռները եւ իրենք էին կառավարում այդ պատերազմը, զրկված լինելով իրական անկախությունից եւ իրական ինքնիշխանությունից, Ադրբեջանին հռչակել Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր, դա բարձրագույն կարգի պետական հանցագործություն է, պետականության դեմ հանցագործություն է, դա ինքնիշխանության զիջում, դա նույնիսկ ինքնիշխանության զիջում էլ չէ, դա հրաժարում է ամեն ինչից, ինչը հայկական է, դա հրաժարում է սեփական պարտավորություններից, իսկ գիտենք նաեւ, որ ազգային ժողովի նախագահը այսօրվա սահմանությամբ դա երկրի երկրորդ գործող անձն է, երկրորդ պաշտոնյան հանրապետության նախագահից հետո։ Ազգային ժողովի նախագահը կարող է պատասխանի կանչել կառավարության ղեկավարին, եւ հարց բարձրացնել հրաժարականի։ Բնականաբար դա այդ չեն անելու, բայց իրենք իրավասու են եւ իրավասությունը օժտված են, այսպես ֆորմալ կերպով օժտված են առաջնային մանդատով, ժողովրդի առաջնային մանդատով։ Իրականում այդպիսի բան հնչեցնելը դա հանցագործություն է եւ պետք է ասենք, պետք է արժանանալ իրավական գնահատականի եւ գործընթաց լիներ արդեն վաղուց ձեռնարկված, դե էլ չեմ ասում, լիքը բաներ է արել, որոնք որ ոչ միայն պղծություն են, ասենք, հանրության աշկերում, այլ նաեւ հանցագործություններ են, հենց քրեական հանցագործություններ են, ասենք, բռնություն գործադրել փողոցում, մարդու վրա թքել, ինչ որ բաներ ասել կամ ինչ որ բաներ անել, եւ այլն, արդարացնել բռնության կոչերը, ինքնին իր սեփական բերանով բռնության կոչեր անել, յուրացնել եւ սեփականացնել ազգային ժողովում լիազորություններ եւ այլն, բազմատեսակ, բայց իշխանությունը փոխվելուց հետո պետք է անպայման արժանանան իրավական գնահատականի, առաջին հերթին իրավական քրեական գնահատականի, երկրորդ հերթին քաղաքական գնահատականի, բայց էլ եմ ասում, այսօրվա պաշտոնյաներից հույս չկա։ Եվ պարոն Քերոբյան, ամփոփելով զրույցը, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից շատերի մոտ տպավորություն է, որ Փաշինյանն արևմտամետ գործիչ է, Հայաստանը տանում է արևմուտք, բայց վերջերս Լեհաստանում
հայտարարեց, որ Հայաստանը ռուսական ռազմաբազան իր տարածքից հանելու օրակարգ չունի։ Այս համատեքստում ինչպես կգնահատեք Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը Ռուսաստան արևմուտք համագործակցության տեսանկյունից։ Դե Նիկոլ Փաշինյանը անթաքույց ռուսամետ եւ ավելի ռուսամոլ քաղաքական գործիչ է։ Այն ստորակաշությամբ, ինչպեսին ինքը հայցում է Վլադիմիր Պուտինի հաճոյ այսպես բարեհաճ վերաբերմունքը անպատկերացնելի ուղղակի ինքնիշխան պետության ղեկավարի համար։ Դա նվաստացուցիչ է, ստորացուցիչ է ոչ միայն իրեն նայելիս, մենք էլ ենք վիրավորված զգում, մենք էլ պետք է մեզ վիրավորված զգանք, որովհետև դա ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը չէ, դա Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավարն է, պաշտոնով, հա, եւ սարսափելի է պատկերացնել, թե ինչ տեսակի ականներ են դրել պետականության հիմքերում, այսպիսի վարքագծով պետության տարածքի սեփական ժողովրդի նկատմամբ այսպիսի վերաբերմունքով եւ ամենավատը հենց դա է, որ դրանով իսկ նաեւ էրոզիայի ենթարկել պետական մարմինների նկատմամբ վստահության բոլոր մեխանիզմները, իսկ վերականգնելը շատ դժվար լինելու։ Հաջորդ իշխանությունը շատ մեծ գործ ունի, եթե նույնիսկ չասենք անհնարին գործ է իրեն բաժին ընկնելու, վերականգնել պետականությունը, վերականգնել պետականության նկատմամբ հասարակության ժողովրդի ազգի վերաբերմունքը։ Ես շատ ընկերներ ունեմ, որ հետս միասին մասնակցել են 20 թվականի պատերազմին, բայց այսօր կհրաժարվեն սրանց համար կռվելուց։ Իրենց բառերն եմ ասում, հա, սրանց համար կռվելուց իրենք կհրաժարվեն։ Որտեվ տեսել են թե ինչ է։ Տեսել են նաև այո վերաբերմունքը, կռված տղերքի, ընկած տղերքի նկատմամբ վերաբերյալ, հա, պլյուս մինուսով խոսել զոհերի մասին, դիակները չճանաչված դիակները հիվանդանոցի ինչ որ հիվանդանոցի նկուղում անպատվության անարգանքի արժանացած զոհերի ծնողների նկատմամբ վերաբերմունքը, հա, ես շատերին ճանաչում եմ, գիտեմ, ընկերներ ունեմ կրկնում եմ, հա, որոնց զավակները զոհվել են, ընկերներ ունեմ, որոնք զոհվել են պատերազմին, հա, շատերին եմ ճանաչել եւ սարսափեցնել է ուղղակի տեսնել, սարսափելի է տեսնել, թե ինչ աստիճանի է փոխվում սրանց պատճառով վերաբերմունքը ժողովրդի պետականության հանդեպ։ Շնորհակալ եմ պարոն Քերոբյան հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն է Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, Հայաքվե միավորման վարչության անդամ Ավետիք Քերոբյանը։ Կհանդիպենք։